Նայրա Զորաբյանը, բարև ձեզ, Զորաբյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Այս պահին էլ սահմանադրական դատարանում քննարկումները շարունակվում են, գիտեք, որ 7 ուժեր դիմել են սահմանադրական դատարան, վիճարկում են, քիչ առաջ մենք լսեցինք թվերով շատ կոնկրետ պարոն Նահապետյանը ներկայացրեց եւ չհամաձայնելու տեղ չկա, որ մոտավորապես կես միլիոն ձայն բառից բուն իմաստով փոշիացել եւ գողացել է Նիկոլ Փաշինյանի կողմից կես միլիոն ընտրողների ձայներ, չեմ ասում այդ ստացած ձայներից ինչքանն է կեղծվել եւ կամ կաշառքով ստացել, բայց նախորդ անգամ էլ ասեցի, երևի կհամաձայնեք Տիկին Սորապյան, որ այս մարդը այս իշխանությունը կարողանում է այդ կեղծիկի իր կոստյումը հագցնել ընդդիմության վրա։ Հետևում եք ՍԴ-ին, ինչ տպավորություն ունեք եւ ինչ կարող եք փոխանցել, խնդրեմ։ Այն ինչ հենց այս պահին կատարվում է սահմանադրական դատարանում եւ մինչեւ հունիսի 4-ը կատարվելու է, որտեղ վերջնաժամկետը հունիսի 4-ն է, երբ սահմանադրական դատարանը իր խիստ կանխատեսելի վճիռը պիտի հրապարակվի, նման բալագան, նման կրկես շիպիտո ես որևէ տեղ երբևէ չեմ տեսել։ Ժամանակին հայկական ժամանակի լրագրող Վահագ Հովակիմյանին իր վատ հոդվածների համար Նիկոլ ասում էր գնամ ֆայլաբազարից սվաղ քսող բերեմ, քեզանից ավելի լավ նյութ կգրե։ Ժամանակ մենք պաշտպանում էինք Վահագին, մտածելով դե չէ էլի, սոտեկի ֆայլաբազարից սվաղ քսողը Վահագից լավ նյութ չի գրի։ Հիմա ես անվերապահորեն պնդում եմ, եթե Նիկոլ Փաշինյանը ֆայլաբազարից գնա մեկին բերի եւ ասի դու պետք է լինես կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ եւ այս պատասխանները պիտի տաս, որ հիմա փորձում է տալ Վահագ Հովակիմյանը, հավատացնում եմ ձեզ, ֆայլաբազարի սվաղ քսողը շատ ավելի ադեկվատ կարձագանքի ընդդիմության փաստաբաններին, քան Վահագը, ով անգամ են տեղերում, որ կարող է ադեկվատ արձագանքել եւ անգամ փորձել կռուտիտ լինել, դա էլ չի կարողանում անել։ Պարզա ինչ է լինելու սահմանադրական դատարանի վճիռը եւ ես չեմ կարծում, որ մեր քաղաքական դաշտում կա որևէ քաղաքական անմեղսունակ ուժ, ով սպասում է բարձր դատարանի վճռին եւ մտածում է, որ սահմանադրական դատարանը կարող է հրապարակել վճիռ, որը նախապես Նիկոլ Փաշինյանը WhatsApp-ի կամ Telegram-ի SMS-ով իրանց չի ուղարկել, ես կարծում եմ ընդդիմությունը շատ լավ հասկանում է, բայց սա մի իրավական ընթացակարգ է, որ եթե ընդդիմությունը չդիմեր, պիտի ասենք մի հատ սահմանադրական դատարան էլ չդիմեցիք, բայց սա չի թեթևացնում ընդդիմության բեռը։ Ես շատ լավ հասկանում եմ, որ ընդդիմությունը այսօր ծայրահեղված վիճակում է, ես կիսում եմ քիչ առաջ այստեղ նստած բանախոսի Հայկ Նահապետյանի տեսակետը, որ ընդդիմությունը պարտվել է, այո, սա պարտություն էր, բայց սա չի նշանակում, որ պիտի հանձնվես եւ ասես պարտվեցի, դե գնամ սպասեմ միջև 2031 թվականը։ Ցավոք սրտի ընդդիմությունը հիմա այն վիճակում է, որ ինքը ընտրություն պիտի կատարի վատի եւ վատթարագույնի միջև։ Տեսնենք ընտրությունը, որը կլինի։ Բայց նաեւ արձանագրվում է, որ այս մարդուն չեն ուզում մեծ հաշոր, չէ՞, այս մարդը ահռելի, եթե Նիկոլը իմանար, որ պիտի ընտրվի, այս ահռելի կեղծիքները չեր անի, այս կաշառ, կոռուպցիա, ինչ ասես արել, այսինքն պարարտ հող կա ընդդիմության համար, այսինքն լավ աշխատելու կամ չգիտեմ, նոր ընդդիմադիր էլիտա ձևավորվելու համար պարարտ հող կա։ Խնդրեմ։ Հիմա ես նաեւ քանի որ սահմանադրական դատարանում պատասխանող կողմ է նաև արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը, Տիկին Գալյանը մի շատ կարևոր հղում արեց մարդու իրավունքների եվրոպական դատարանին, որը ես կարծում եմ Այս գլամուրն է։ Այո, այո, զոհաթը գլամուրը։ Ուրեմն մի ՍԴ-ում ընդդիմության փաստաբանների ընդդիմության լիազոր ներկայացուցիչների հարցերին պատասխանելուց, որը վերաբերում էր, որ Նիկոլ Փաշինյանը օգտագործում է
քարոզարշավի ընթացքում օգտագործել է եւ դրանից հետո շարունակում է օգտագործել ատելության խոսք, վիրավորանքներ, սպառնալիքներ, Սրբուհի Գալյանը շատ կարևոր դիտարկում է արել մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորված չափանիշներից եւ հայտարարել է, որ միեդի չափանիշներին համաձայն արտահայտվելու ազատությունը պաշտպանում է ոչ միայն գաղափարները, որոնք ընկալվում են անվնաս, այլ նաեւ արտահայտվելու ազատությունը պաշտպանում է այնպիսի գաղափարներ ու տեղեկատվություններ, որոնք կարող են ինչ որտեղ լինել վիրավորական, ապշեցուցիչ, անհանգստացնող եւ Գալյանը եզրափակում է, որ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերով թույլատրելի է անգամ սադրանքի որոշակի աստիճան։ Այսինքն Զուրաբյան, հիմա ես եթե կանգնեմ ասեմ Նիկոլ, Անա, ասֆալտը պետք է ուտեք, ձեզ կաշիները պետք է քերենք, հա? Ձեր ծեփ ենք պատին, այդ ամեն ինչը կզացնելու եմ, չգիտեմ, ձեզ բոմժ եմ սարքելու, համբալ, այսինքն այդ ամեն ինչը, որ ասեմ, ոչ մի խնդիր չի լինի, այն 13 դատը միանգամից բան կլինի, հա։ Հիմա նաև բազմաթիվ լրատվամիջոցներ, ուրեմն բառի խոսքի համար հսկայական ֆինանսական տուգանքների տակ են, բազմաթիվ գործիչներ, հանրային դեմքեր այսօր զրկված են ազատությունից, չգիտեմ, տնային կալանք, վարչական հսկողությունը, նույն Աշոտյանին իրանք փորձում են մի հատ նենց ծիծաղելի շոու սարքել, որ կարդում ես, թե իդեպ Աշոտյանի մեկ ամիսը, որին ուրեմն այս դատարանը մի հատ աբսուրդ չկա, սենց բան, Աշոտյանի բոլոր դրվագները, ինչով ինքը պարբերաբար ազատազրկվել է, հետագայում պիտի ներառեն իրավաբանության դասագրքերի մեջ որպես կազուս, թե ինչպիսին չի պիտի լինի դատական համակարգը, ինչպիսին չի պիտի լինի իրավական համակարգը, երբ որ անգամ նեղություն չեն քաշում այլևս, մի հատ գոնե ձևական, իրավական չափորոշիչներ պահպանել, պարզապես մի հատ անուն են գտնում, մարդուն վերցնում տանում եւ ազատազրկում են։ Աշոտյանը դառնալու է իրավական, քաղաքագիտական դասագրքերում են մոդելը, որով պիտի ապագա դատավորները, իրավաբանները ուսուցանեն, թե որ դեպքում է այսպես տրորվում քրեադատավարական օրենսգիրքը սենց հերկելով գնում Հայաստանի սահմանադրություն եւ օրենքներ, բայց ես նորից ուզում եմ անդրադառնալ Աշոտյանի թեման, էդիկ ասենք, ես էլ եմ ուզում այդ սուտի գլամուրին անդրադառնալ, հիմա որ դուք ասում եք Աշոտյանի թեմային անդրադարձակ, բայց նաեւ դուք համաձայնում եք նախքին բանախոսը այստեղ նստած էր Հայկ Նահապետյանը, որ ընդդիմությունը պարտվել է, Նիկոլը որևէ խնդիր չունի, եթե որևէ խնդիր չունի, ի՞նչ է շարունակում խոշտանգել Աշոտյանին, բայց ինչ խնդիր է, եթե որևէ խնդիր չունի, ի՞նչ է ձերբակալում Աշոտյանին, եթե որևէ խնդիր չունի, ի՞նչ է ընտրված քաղաքապետին շարունակում խոշտանգել Վարդան Ղուկասյանին, ինչի է նոր ձերբակալություններ անում։ Մի հատ դուք Բագրատ Սրբազանի վիճակն եք նայում, վիճակը տեսեք էլի։ Նայում ես, ասենք, սարսափելի։ 1 տարի շարունակ այս մարդը խոշտանգումների մեջ ամենածայրահեղ հիվանդություններ ունենալով նույն բանը Միքայել Սրբազանին հազիվհազ ինչ որ որոշեցին, ինչ որ բաներ փոփոխություններ մտցնել, հա։ Բայց եթե տենց հանգիստ է, ինչի այդ քննադատությանը, Աշոտյանի մրցակցությանը, պայքարին, ընդդիմախոսությանը, բան չես դիմանում, Նիկոլ։ Ինչ է այս մարդկանց նկատմամբ սենց առաջին հերթին Աշոտյանին, հա։ Շատ պարզ, Տիկին Թոմասյան, դուք էլ էստեղ ասեցիք, որ Հայաստանում բռնապետություն է, բա բռնապետությունը իր կապ չունի, նույնիսկ հաղթած բռնապետը հաղթածը ես ճակերտների մեջ եմ դնում, այս գործիքակազմը պիտի անպայմանորեն օգտագործի, որովհետև ինքը շատ լավ հասկանում է, որ ջինը շշից դուրս է եկել, եւ ինչքան էլ հիմա ինքը սենց ջինի մորուքից, պոզից, պոչիչ բռնում եւ նորից հետ ախցքում ջինը շշի մեջ, այդ ջինը մի օր դուրս է գալու, բայց նորից ես շատ կարևոր արձանագրում արեցիք Տիկին Գալյան, արդարադատության նախարար, ի պատասխան ընդդիմության փաստաբաններին, որոնք հարց էին տալիս ձեզ, արդյոք ձեզ համար ընդունելի է Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ընթացքում դրանից առաջ եւ հիմա ատելության խոսքը, վիրավորանքները, սպառնալիքները
իր քաղաքական հակառակորդների հասցեին։ Դուք շատ կարևոր հիշատակում արեցիք Միեդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի չափանիշներին, նշելով, որ խոսքի ազատությունը վերաբերում է ոչ միայն այն գաղափարներին, որոնք անվնաս են, այլ նաև այնպիսի գաղափարների եւ տեղեկատվության, որոնք կարող են ինչ-որտեղ լինել վիրավորանք, սադրանք, լինել ապշեցնող եւ անհանգստացնող։ Հիմա հարց, Տիկին Գալյան, այս հարթակից ձեզ, բա այս քաղաքական գործիչները, որոնք տարբեր ժամանակներում եւ լրատվամիջոցները խոսքի համար բազմաթիվ լրատվամիջոցների վրա դրված են հսկայական ֆինանսական տուգանքներ, տարբեր գործիչներ խոսքի համար, քաղաքացիներ Facebook-յան գրառման համար տարել են, տուգանվել են, նաև աշխատանքից բادرանք չի մտնում, բա այդ չի մտնում, այդ մարդիկ չեն մտնում այս Միեդի չափորոշիչների մեջ, որ որոշ դեպքերում Միեդը ընդունելի է համարում։ Նարեկ Սամսոնյանի խոշտանգումը, բա դու սուտի գլամուր, բա դու որտեղ ես։ Հիմա ես մի հատ դրա ձեռքը պիտի բռնեմ, մի հատ տանեմ, ես 13 դատ որ կայի վրա, մի հատ այս սուտի գլամուրին ասեմ, մի հատ արի այնտեղ այս նույն բաներով, քո ձևերով, սրբույի ինչա դրած գալը։ Գալյանը չգիտեմ ինչա, թող գա մի հատ տեսնեմ, այս նույն գա պաշտպանի։ Այսպիսի ելույթներ ունենա, թե ինչի են մեր նկատմամբ այս բաները։ Հիմա նորից ուզում եմ անվանական հիշեցնել Տիկին Գալյան, ՍԴ-ում դուք պաշտպանեցիք Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներին վիրավորելու, սադրելու իրավունքը, ասելով, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանի չափորոշիչների մեջ մտնում է նաև խոսքի ազատության այդ որակը, որը իր մեջ կարող է պարունակել վիրավորանք, ապշեցնել, անհանգստացնել եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերով թույլատրելի է անգամ սադրանքի որոշակի աստիճան։ Հարց, Տիկին Գալյան, բա Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, մեր մյուս գործընկերներ, ովքեր խոսքի համար կալանավորվել էին, լրատվամիջոցները, որոնց վրա դրված են հսկայական տուգանքներ, բոլորը, Բակրատ Սրբազանը, Միքայել Սրբազանը, բոլորը, ինչի ազատազրկվեցին խոսքի համար, ինչի ազատազրկվեցին, երբ որ Միեդը ձեզ թույլ է տալիս եւ ասում է խոսքի ազատությունը ոչ միայն այն գաղափարներն է, որոնք ընկալվում են անվնաս, ձեզ եմ ցիտում, այլև խոսքի ազատության իրավունքը պաշտպանում է նաեւ, թույլատրում է վիրավորանք, ապշեցնող, անհանգստացնող բառամթերք, ինչպես նաեւ որոշակի սադրանք։ Հիմա Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը ինչի էին կալանավորվել խոսքի համար։ Տիկին Զորաբյան, այդ թուղթը, այդ ինչ որ գրել եք, ուրեմն կամ այս թուղթը պետք է այդ սուտի գլամուրը սրբույի ինչա տանի կերցնի այդ դատավորներին։ Բարի եղի արդարադատության նախարարից, այն դատավորներին, որ այդպիսի որոշումներ են կայացրել եւ բառից բունի մասը խոշտանգվել են այդ մարդիկ։ Եվ նաեւ այն դատավորներին, որ մեր դեմ որոշումներ են կայացնում, եւ դնում են հսկայական տուգանքների տակ։ Հիմա կամ էլ չէ, կամ էլ ինքն է ուտելու, եթե դες օթի մեջ խոսում ես անկապանի մաս, կամ էլ դու ես ուտելու այդ քո ասած հիմարությունները, որ գալիս ենք շատ կարևոր խնդրի, այս հարցին ուզում եմ անդրադառնալ այս խաղաղության, գնում ենք խաղաղության, հեսախաղաղության պայմանագիր ենք ստորագրելու եւ այսպես Ալիևը դիմել է իսլամական կազմակերպության անդամ երկրներին, դիմել է այդ իսլամական կազմակերպության անդամ երկրների 20-րդ համաժողովի ընթացքում, դիմել է իրանց եւ ասել է, որ Հայաստանը իրականացրել է Լեռնային Ղարաբաղում մշակութային ցեղասպանություն եւ ես դիմում եմ ձեզ ակնկալելով, որ իսլամական կազմակերպության անդամ երկրների կոնֆերանսը այդ մշակութային ցեղասպանությանը հայերի կողմից 30 եւ ավել տարի իրականացրած, երբ որ ոչնչացվել են ադրբեջանական մշակութային կոթողները, ոչնչացվել են իսլամական, ուրեմն կրոնական հաստատություններ, ես չգիտեմ, կոթողներ եւ այլն, եւ սա
ասում ա մի ռազմական հանցագործ, ով հենց հիմա մեր զրույցի ընթացքում բուլդոզերը դրած հողին է հավասարեցնում Արցախի մշակութային կոթողները, եկեղեցիները, գերեզմանոցները, ես չգիտեմ, ամբողջ մշակութային ժառանգությունը, եւ ինչ որ մեկը ուզում ա որ մենք հավատանք, որ այս ռազմական հանցագործի հետ, ով շարունակում է միջազգային ատյանները ողողել հայերի կողմից իրականացված էթնիկ զտումներով, ցեղասպանական գործողություններով, հնարավոր է գնալ իրական խաղաղության, իհարկե հնարավոր չի։ Հիմա Տիկին Թովմասյան, այստեղ նաև պարոն Նահապետյանի հետ խոսեցիք, որ ինչի է այդքան էական չէր Նիկոլի համար այս փուլում վերցնել սահմանադրական մեծամասնություն։ Մինչև դրան անցնելը Տիկին Զոհրաբյան, հայտնի խոսքեր կա Հովհաննես Թումանյանից, որ 1000 տարում հազիվ մարդակեր թուրքը դարձավ մարդասպան։ Այո։ Ադրբեջանի դեպքում ես կարծում եմ դա նաև տարածվում է Թուրքիայի վրա, այնպես չի միայն Ադրբեջանի վրա, կյանքը ցույց տվեց, որ անգամ մեր ամենամեծ հանճարը սխալվել էր Հովհաննես Թումանյանը, որովհետև մարդակեր ադրբեջանցին, չնայած 1000 տարի առաջ իրենք չեն եղել, իրենք թուրքերի մնացուկն են, թաթարների ու թուրքերի, մարդակեր ադրբեջանցին անգամ հիմա շարունակում է մնալ մարդակեր։ Այս պատմությունը, որ ներկայացրել էր, կարծեմ ձեզ էլ ծանոթ չէր եղել, չէ, ես Բերզեթունյանի մոտ ներկայացրել էր, շատերն ասում են, քան սարսափելի չէինք էլ ուզում լսել դրա մասին, ադրբեջանցիները վայրենի ժողովուրդ են, սահմռկեցուցիչ բան է մարդակերությունը։ Ուզում եմ հիշեցնել Խորհրդային Միության Գերագույն խորհրդում փակ նիստի ժամանակ ինչպես պաշտպանության նախարար Յազովը ելույթ ունեցավ ասելով, թե ինչպես Բաքվում մի հայ աղջկա նրանք սպանել են, խորովել են, կերել են, չեմ հնարում, հայտնի բան է, մեկ այլ փաստ, որ կատարվել է Մարաղայի սպանդի ժամանակ, Սեդա անունով, այս 90-ականների մասին է խոսում, Սեդա անունով հայ կնոջ ադրբեջանցիները սպանել են եւ տանջանքներից խելագարված ամուսնուն ստիպել, որ կնոջ միսը ուտի, գիտեք, զարմանում եմ, որ այսպիսի փաստեր ունենալով ինչի շրջանառության մեջ չենք դնում։ Ես դեռ Գորբաչովին գրեցի, թե ընկեր Գորբաչով, ձեր պարենային ծրագիրը չի լուծի մարդակերության միջոցով։ Այս խոսքերը ես նախորդ անգամ էլ ասեցի, սա ուղղված է Նիկոլին, որ Նիկոլ, քո այս սուտի խաղաղության ծրագիրը, այս մարդակերության հարցը չի լուծի։ Այս ժողովուրդը 1000 տարի առաջ էլ թուրքը մարդակեր էր եւ ադրբեջանցին ապացուցում է, որ ինքը 90-ականներին էլ 3 տարի առաջ էլ այսօր էլ շարունակում է մնալ ոչ թե բան բառերով է, բառից բուն իմաստով մսակ է մարդու մի սուտով եւ դու այս ժողովրդին եւ դուք այն կես միլիոն եք 300,000 եք, որ ձայն եք տվել, պատրաստվում եք գնալ բառից բուն իմաստով մարդակերի երախը Նիկոլի խաղաղության ծրագրով։ Այս պիտի անընդհատ ասել, ես զարմանում եմ նաև նախկին իշխանությունների վրա, որ սա պետք է անվերջ օրակարգ բերել եւ նրանք, որ այսօր հիմա հաչում են, ոչ թե խոսում են, դուք հաչում եք, որովհետեւ մարդը չի կարող, անասունից չգիտեմ ինչով եք տարբերվում դուք, որ այս ամենով հանդերձ դուք ասում եք մենք ադրբեջանցիների հետ կարող ենք կողք կողքի ապրել։ Եվ հիմա, ինչպես տեսնում ենք, Նիկոլ Փաշինյանը ժամանակ չի կորցնում, հələ պարզ չի, չէ՞, ընդունում ենք ամեղության կանխավարկածը, որ իրանք չգիտեն սահմանադրական դատարանը ինչ որոշում է կայացնելու, իհարկե լավ էլ գիտեն, արդեն Ռուբեն Ռուբինյանին ընտրել են աժնախագահ, քլքչներ շնորհավորել է, բայց վռազա Նիկոլը եւ հունիսի 2-ին միջև սահմանադրական դատարանի վճիռը դրված է ազգային ժողովի արտահերթ նիստ եւ գիտեք ինչա քննարկվելու ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվելու է ընտրական օրենսգրքում եւ հանրաքվեի մասին օրենքում փոփոխություններ անելու նախագիծ, իսկ գիտեք ինչ փոփոխություն են անելու, այն որ խոսում էին, որ քվեարկելու իրավունք այսուհետ ունենալու են բացառապես Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր վերջի 1 տարվա ընթացքում առնվազն 6 ամիս 180 օր բնակվել են մշտապես Հայաստանի Հանրապետությունում, իսկ գիտեք սա ինչի համար է արվում, որտեվ այսօր հանրաքվեին այո ասելու համար առնվազն մեր ընտրական ցուցակներում ներգրավվածների թվով անհրաժեշտ է 650,000 այո, այս փոփոխություններով իրենք շեմը կիչացնեն, որտեվ մենք գիտենք, թե Հայաստանի Հանրապետության քանի քաղաքացի կա դրսում, ովքեր ունեն ընտրական իրավունք, նրանց բոլորին ընտրական ցուցակներից կհանեն եւ ասում է սփրայզ կպարզվի, որ սահմանադրական հանրաքվե անցկացնելու համար, այո ասելու համար
օրինակ անկախության հռչակագիրը հանելուն, եկեղեցու դեմ հալածանքներին, հանելու դրույթը, որ ամուսնությունը դա կնոջ եւ տղամարդու միջև ամուսնություն է եւ բազմաթիվ դրույթներ, որ պիտի հանվեն, անհրաժեշտ է ընդամենը մի 500,000 ձայն, դե այդ ձայնն էլ տեսանք ինչպես է ինքը կարողանում լուծել։ Սա այս մասով, բայց մի խնդրել եմ ուզում անդրադառնամ, շատ զարհուրելի է այս վիճակագրությունը։ Ես չգիտեմ ձեզ ոնց արդեն դիմեմ Սուրեն Պապիկյան, ես բառեր չեմ գտնում ձեզ դիմելու, որ հնարավորինս մնամ կոռեկտ բառամթերքի շրջանում։ Այս ինքնասպանությունների մարաֆոնը, որ սկսվել է բանակում, սրա պատճառները պիտի ուսումնասիրվի, թե չէ, դուք պիտի հրաժարական տաք, թե չէ, հունիս ամսվա մեջ, արդեն մենակ հունիսին, արդեն ինքնասպանության երկրորդ դեպքն է։ Մահ ասեք, ինչի՞ ասում ինքնասպանություն։ Դե հետքեր են տեսնում, բան են տեսնում այդ մարդկանց վրա։ Ամեն դեպքում սա շատ լուրջ խնդիր է, դուք չեք պատրաստվում հրաժարական տալ։ Պատրաստվում է իր գլուխը որովայնը հաստացնել ու մեծացնել։ Մենք մենակ այդ պատկերն ենք տեսնում իրանից։ Ես ուզում եմ հիշեցնել, երբ որ կարծեմ 13 թե 14 թվականին էր բանակում, ամբողջ տարվա մեջ Տիկին Թովմասյան 3 մահվան դեպք էր եղել, 3։ Հիմա գիտենք, չէ, քանի տասնյակ մահվան դեպք կա լինում, ոչ պատերազմական պայմանում է, ոչ թե թշնամու կրակոցից, այլ հենց բանակի ներսում, սենց ինքնասպանություններ իրար վրա կրակել, գումար խաղալ, ես չգիտեմ կներեք այդ բարի համար հայհոյանք դնել, որ տղան գնա ինքնասպան լինի, այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը այդ 3 դեպքը, որը իհարկե ցավալի է, ցանկացած դեպք ցավալի է, սարքել էր դրոշ եւ ասում էր մենք ամեն ինչ պիտի անենք, որ այս 3 դեպքը չմնա ընդամենը վիճակագրություն, չմնա ընդամենը անուն ազգանուն, որովհետև այս ամեն դեպքի հետևում մարդկային եւ ընտանիքների ճակատագրեր են, բա որ սենց մենակ հունիս ամսվա մեջ արդեն երկրորդ ինքնասպանության դեպքն է։ Դուք ինչ եք մտածում, թե նենց զբաղված եք հայտնի չի ինչով, ինչ որ համազգեստ եք փոխում, կլարնետ, դհոլ մհոլ նվագողների մրցույթ եք հայտարարում, ուրեմն զինվորական նվագախմբում բանակի, մի հատ լրջացեք ի վերջո, սա ողբերգություն է, սա լրջագույն դաժանագույն վիճակագրություն է, այս մահերը ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով, որ մենք ունենում ենք զինվորների մեր բանակում։ Այսքանը Տիկին Թովմասյան, ես եմ շնորհակալ։